Սյունիքի մարզի քննչական կոմիտեի վարչության պետի, մարզի դատախազի ու նրա տեղակալի աչքի առջև մարտի 8-ի գիշերը Գորիսի ոստիկանության պետը տեղի ռեստորաններից մեկի բակում քաշ քշել է մի երիտասարդի։ Համացանցում տարածված տեսագրությունից երևում է, ինչպես է թիկնեղ ոստիկանապետը երիտասարդի օձիքից բռնած քաշում փորձելով նստեցնել նրան մեքենան։ Միջադեպը փողոցային վիճաբանություն է հիշեցնում, փաստում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ընդգծելով օրենքի պաշտպանն ինքն է այն խախտել շատերի աչքի առջև։ Նա սովորական փողոցային կռիվ էր անում, օգտվելով իր ունեցած դիրքից, հասկանալով, որ դիմացինը չի կարող իրեն պատասխանել համարժեք, անընդհատ խուլիգանի պես հարձակվում եւ հարվածում էր մարդուն, ես նայել եմ այդ կադրերը, դա ուղղակի ամոթ է։ Ընդհանրապես ոստիկանների գործողություններից շատ դեպքերում վերջին տարիներին մենք համաչելու առիթ ունենք, շատ են դեպքերը, բայց սա այդ ամոթալի դեպքերից մեկը կարելի է համարել։ Վիճաբանության պատճառը պարզ չէ, սակայն հայտնի է, որ Գորիսի ոստիկանապետի կողմից քաշքշվող երիտասարդը եղել է նրա տեղակալի Մուշեղ Գևորգյանի եղբայրը։ Ընդ որում, միջադեպի հաջորդ օրն իսկ Գևորգյանն ազատվել է փոխոստիկանապետի պաշտոնից, իսկ եղբայրը կալանավորվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ազատությանը հաջողվեց կապ հաստատել փոխոստիկանապետի պաշտոնից ազատված Մուշեղ Գևորգյանի հետ, ով պնդեց իր 33-ամյա եղբորը ծեծի են ենթարկել, սակայն թե ով հրաժարվեց մանրամասնել։ Ինքը ինչի՞ց է զայրացել։ Զայրացել է, որ իրեն թույլ չեն տալիս մտնել, բայց ուրիշին թողնում են։ Ոչ, ինքը տեղակալ չի եղել դրա հետ կա, ինքը ներսում նստած եղել։ Ինքը զուտ մոտեցել է իր անգերոջը, որ ասի տենամ ով է ձգած տանում, ինքը խաբարը չտրան։ Ինքը գերոջը տենում անծանոթ մարդ է տանում, ինքը չի ճանաչում ով է, տանողն ով է։ Գևորգ Ազիզյանին չի ճանաչում։ Չէ, որտեղ ճանաչի։ Պատկերացեք, այս պահին ձեզ Վլադիմիր Գասպարյանն անձամբ լսում։ Իսկ ձեր եղբայրը տաքարյուն է, թե խաղաղ երիտասարդ է։ Նայած, եթե իրա մեր են քրվում, ցանկացած հայ տղամարդու տաքարյուն կլինի։ Ով է հայհոյում իրան։ Էլիտա պարսկալ մի քննության ժամանակ։ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, միայն ասաց, չի կիսում իրավապաշտպանների կարծիքը, թե ինքը չարաշահել է լիազորությունները։ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցն էլ չհամաձայնեց մեղադրանքներին, թե դեպքի ժամանակ դիտորդի դեր է ստանձնել, պնդում է, դրսևորել է իրեն ինչպես հարկն է, անպատասխան թողնելով մեր հարցերը, թե ինչու է թույլ տվել, որպեսզի միջադեպը շարունակվի։ Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել, 18 մարդ հարցաքննվել է, քննչական կոմիտեն էլ քրեական գործ է հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հատկանիշներով, ինչի համար սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, փաստորեն տուժողը դարձել է մեղադրյալ։ Առավել քան հիմնավոր է, որ եւ դատախազը եւ քննչական բաժնի պետը գտնվել են պաշտոնական գործառույթների իրականացման մեջ եւ նրանք ըստ էության իրենց ամբողջությամբ նպաստել են, որ անձի նկատմամբ ոչ միայն կատարվի բռնություններ, այլ նաեւ անձը այդ բռնությունների հետևանքով ստանա վնասվածքներ։ Ոստիկանության պետի կողմից բռնություններ քաղաքացու նկատմամբ դատախազի եւ քննչական բաժնի պետի ներկայությամբ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել քննչական կոմիտե ու գլխավոր դատախազություն, պահանջելով պատասխանատվության ենթարկել նաև միջադեպի ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին։ Իրավապաշտպանները պնդում են, թե այս միջադեպը վկայում է նաև Սյունիքում տիրող ամենաթողության մասին, հիշեցնելով մարզպետի հետ կապվող աղմկահարույց պատմությունները, որոնցից ըստ իրավապաշտպան Սաքունցի Խաչատրյանն ու նրա մերձավորները գրեթե միշտ չոր են դուրս գալիս։ Այս դեպքը ըստ էության ոչ թե բացառիկ է, այլ դեպքը հանդիսանում է Սյունիքի մարզում համատարած անպատժելիության մթնոլորտի տրամաբանական շարունակությունը։